Հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունը էական եւ առանցքային գործոն է նոր որակի պետություն ունենալու եւ պետության անկախությունը ոչ միայն պաշտպանելու, պահպանելու, այլև զարգացնելու համար եւ գուցե ես միտքը կիսատ թողեցի, որպեսզի ամփոփ լինի, ասեմ նաեւ, որ հենց հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականությունների արդյունքում է, որ Հայաստանի Հանրապետությունը այսօր հասանելիություն ունի ըստ էության ամբողջ միջազգային շուկային սպառազինությունների եւ նաեւ տեխնոլոգիաներին, որոնք այսօր բացառիկ նշանակություն ունեն տարբեր երկրների համար։ Օրինակ, այն տեխնոլոգիաները, որոնց արտահանման համար մենք լիցենզիաներ ենք ստանում կամ ներդրողները Միացյալ Նահանգներից, Հայաստանում այդ տեխնոլոգիաները ներդրելու համար շատ երկրներ այդ հնարավորությունը պարզապես չունեն։ Եվ այստեղ իհարկե էական նշանակություն է ունեցել այն, որ մենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն ենք հաստատել եւ այդ ռազմավարական գործընկերությունը տվել է իր պտուղները, ուզում եմ հիշեցնել նաեւ, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Թրամփի հետ մենք ստորագրեցինք նաեւ արհեստական բանականության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մտադրության հուշագիրը եւ այդ մտադրության հուշագիրը այսօր գետնի վրա կոնկրետ տվել է արդյունքներ։ Մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել Չինաստանի հետ, մենք ռազմավարական երկխոսություն ենք հաստատել Ֆրանսիայի հետ, Մեծ Բրիտանիայի հետ, Նիդերլանդների հետ եւ ելի մի շարք գործընկեր պետությունների հետ եւ այդ ամենի նպատակը մեր երկրի անկախության մակարդակը, ինքնիշխանության մակարդակը բարձրացնելն է եւ պաշտպանելն է, միևնույն ժամանակ մենք էականորեն զարգացնում ենք եւ կարեւորում ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները եւ նաեւ ես բազմիցս եմ ասել, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում։ Տրանսֆորմացիայի փուլը ես համարում եմ պոզիտիվ, որովհետեւ այո, այս նոր իրադրության պայմաններում Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ եւ ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք, այդ թվում այն պատճառով, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում։ Նաեւ ուզում եմ ասել, որ Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել մինչեւ այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի։ Իսկ որոշումը բնականաբար պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով, որ պահին տեղի կունենա այդ հանրաքվեն, սա էլ է շատ էական հարց, համենայն դեպս մինչև այն պահը, երբ Հայաստանը չի դիմել պաշտոնապես Եվրամիությանը, Եվրոպական միությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է, ինչու, որովհետև ըստ էության հիմնավորումը չկա, այսինքն բալանսը ձևավորված չի, որպեսզի մենք ժողովրդին կարողանանք ընտրություն ներկայացնել այս ճանապարհով գնալ, թե մյուս ճանապարհով, այսինքն այսօր այդ ընտրությունը տեսական է եւ տեսական ընտրությունը հանրաքվեի դնել է իհարկե այնքան էլ խելամիտ եւ ճիշտ չէ եւ հիմնավորված չէ։ Հետևաբար մենք կշարունակենք հանգիստ հանդարտ առանց նյարդի, առանց վիճաբանությունների աշխատել Եվրասիական տնտեսական միությունում եւ ես համոզված եմ, որ մենք այս ուղղությամբ դեռ պոտենցիալ ունենք, որը առաջիկայում կօգտագործենք։